Սրբազան հայր, ձեզ քննչական կոմիտե հրավիրել են հարցակնության, ձեր ելքի հետ կապված դուք մասնակցելու եք եպիսկոպոս գերագույն։ Չէ, մենք արդեն հայտարարել ենք, եպիսկոպոս ժողովի Հայաստանում կատարվի, ես անձամբ կմասնակցեմ։ Հիմա որ դրսում է, դրանով պայմանավորված չեք Ոչ։ Իսկ ինչպես եք վերաբերում այդ փաստին, որ ձեր մյուս հոգևոր եղբայրներին երեք հրավիրեցին քննչական կոմիտե եւ ելքի արգելք են դրել։ Չգիտեմ Ժողովուրդ ջան, ես ինչ իմանամ քննչական կոմիտեն ինչ անում։ Բոլորի մեղադրանք է առաջադրվել։ Գիտեմ ցավոտանը, ես իմանայիք ասել։ Երեք էլ կարծեմ, երեք արծրեցիք, ասացին բոլորը, որ իրենց փաստաբաններին դիմեն, չէ՞։ Այդպես ասել են։ Այ չգիտեմ, չեմ կարող։ Պատահական է, որ եպիսկոպոսած ժողովից առաջ նման մեղադրանք առաջադրվեց եւ ելքի արգելք դրվեց։ Չգիտեմ, Սա չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի այդ եկեղեցու նորոգման արշավի օրակարգում, որին Չէ, դրա հետ կապ չունի, մենք կարգալուծությունը հիմա դատարանները պիտի որոշեն Սրբազան հայր։ Այ, կներեք էլ, չգիտեմ ես։ Սրբազանին կարգալույծ արեցին, ինչից հետո հիմա քրեական գործ է Ես չգիտեմ քրեական գործ ինչի վերաբերյալ, Ժորժ ջան։ Որ մարդիկ դատական ներողություն հոգևորականները դատական ակտը չեն կատարել։ Ինչ ակտը չգիտեմ։ Գևորգ Սրբազանի բարակայում Մասյացոտնի թեմի։ Հիմա դատարանները պիտի որոշեն։ Դատարանը չգիտեմ ինչի համար է կանչել։ Աշխատանքային պայմանագիր ունեք։ Ինչու է դատարանը։ Հիմա եթե վեհապարը ձեզ կարգալույծ անի, դուք եք դիմելու դատարան։ Եթե լինի կտեսնենք, հալա որ կարգալություն են արել։ Մտնելուց առաջ պատարագից առաջ ասացիք եկեք մասնակցեք կտեսնեք զեղչում է թե չէ մասնակցեցինք տեսանք որ զեղչվեց վեհապարանը հիմա ինչպես կմեկնաբանեք Ոչ բան այսինքն դա պատարագի խորհուրդն է կարող ես դες ասի պատարագի խորհուրդը որն է գիտեք նկատի ունեմ այգեշատում երբ որ ներողություն այգեշատում դուք ասացիք որ զեղչվել է նաև ձեր անունը այդտեղ խնդիր չկա այսօր ձեր անունը չզեղչվեց ես չգիտեմ ես ուզում եի որ զեղչվեր որտեղ հայ Չգիտեմ ինքը ժողովրդի հետ ամ հետո առանձին անում Ինքը դե սովորություն ունի պատարագի վերջում իր համար ժողովրդի հետ միասին քարոզ անում Կներեք ժողովուրդ ջան հա